Արդեն 600 տարի է, ինչ իտալական Կրեմոնա քաղաքը հանդիսանում է ջութակագործության համաշխարհային կենտրոն։ Այնտեղ են ստեղծագործել Ստրադիվարին, Ամաթին, Գվարներին, իսկ հիմա այնտեղ է ստեղծագործում մեր հաջորդ հաղորդման հերոսը։ Հրաչյա Գալստյան, ջութակագործ վարպետ, լուտիեների միջազգային մրցույթների դափնեկիր։ Հրաչյա, երևի նկատել եք, որ ես միշտ հարցազրույցը սկսում եմ զրուցակցիս արմատների մասին խոսելուց։ Ինչ գիտեք Գալստյանների արմատների մասին, որ տեղացի էին։ Արմատները ես ճանաչում եմ մինչև 14-րդ։ Ինչ եք ասում, այդ բացառիկ երևույթ է։ Հա, մինչև 14-րդ հայերական կողմից, Սպահանից են, Պարսկաստանից են, մինչև այդ գաղթել են Արևմտյան Հայաստանից Շահ-Աբասի ժամանակներով։ Երաժշտությանը մոտ մարդիկ եղել են ընտանիքում։ Մայրս շատ էր սիրում երաժշտություն եւ իր ցանկությունն ա եղել, որ երեխաները երաժշտությունով զբաղվեն։ Կոնսերվատորիան ջութակի բաժնով է։ Մայրս ինձ փոքր ժամանակվանից ուզեց, որ ես հենց ջութակ նվագեմ, քույրս դաշնամուր էր նվագում։ Ես գնացի ջութակի ու շատ սիրեցի այդ գործիքը, բայց շատ երկար ժամանակ էր պետք ինձ, որպեսզի ես հասկանամ, թե ինչի համար սիրեցի այդ գործիքը։ Հիմա գիտեք։ Հիմա գոնե ինչ-որ չափով գլխի եմ ընկնում։ Առաջին ջութակը, որը պատրաստեցիք, որ թվականին էր։ 98 թվականին ես կոնսերվատորիայի վերջին կուրսում էի սովորում։ Իմ հայրս, իմ հորի եղբայրները իրար հետ միասին մի հատ ջութակ առան ինձ համար։ Ես վերջի տարին էր կոնսերվատորիայի, ես որոշեցի, որ պիտի ամուսնանամ։ Ես վաճառեցի այդ ջութակը։ Հարսանիքի փող։ Հարսանիք անելու համար, այո։ Բայց ես կանգնեցի փաստի առաջ, ես ջութակ չունեի, որ կոնսերվատորիան ավարտեի, դիպլոմային քննությունը պետքա նվագեի եւ ջութակ չունեի։ Ու այն ժամանակ շատ դժվար էր տեղեկություններ հայտարարել ջութակներ պատրաստելու մասին, փայտերի մասին, զուտ բնազդաբար ես ինձ համար մի հատ ջութակ պատրաստեցի։ Չունենալով որևէ գիտելիք։ Լրիվ բնազդաբար։ Որոշեցի, որ ես էլ ինչի չեմ, մի օր դրանով կզբաղվեմ։ Դե պետք էր գիտելիք այդ գործը շարունակելու համար։ Հա, միանշանակ պետք էր գիտելիք։ Երևանում ունեինք երկու հայտնի վարպետներ, Մարտին Երիցյան եւ Սամվել Երիցյան։ Ես փորձեցի իրանց մոտ ինչ-որ բաներ հասկանալ, բայց բավական բարդ էր, իրանք փակ մարդիկ են, վարպետներին բնորոշ շատ է։ Ընտանեկան երևի շարունակություն պետք է ունենան։ Ես հասկացա, որ ինձ պետք է ուղղակի սովորել, պետք է դպրոց անցնել։ Լսել եք Կրեմոնայի Ստրադիվարի անվան դպրոցի մասին։ Իհարկե, ես սկսեցի հետաքրքրվել, որտեղ կարող եմ այդ դպրոցը անցնել։ Եվ հերթով բոլոր դպրոցները սկսեցի ուսումնասիրել, մտածում էի Կրեմոնա պետք է գամ, թե գնամ Միթենվալդ, թե գնամ Բոստոնում կար լավ դպրոց, որը շատ թանկարժ էր։ Ու մինչև ես նստած մտածում էի, ինձ առաջարկեցին շատ անսպասելի Իտալիայում, Վիչենցա քաղաքում, որը որ ստեղից ընդամենը 80 կիլոմետր է, ինչ-որ 6 ամսյա կուրս կար անցնելու ոսկերիչների համար։ Ձեզ գայթակղում էր այն, որ Կրեմոնային մոտիկ է եւ հետո կարելի է։ Իհարկե։ Ես եկա Վիչենցա 6 ամիս սովորեցի ոսկերչություն, որ ինձ շատ օգտակար է եղավ եւ հիմա էլ օգտակար, հատկապես ռեստավրացիաներ անելու ժամանակ։ Եվ այդ ամիսների ընթացքում ես սովորեցի իտալերեն արդեն վարժխոսալ։ Երկու անգամ եկա Կրեմոնա, հանդիպեցի դպրոց, 6 ամիս հետո ես եկա քննություն հանձնեցի ու ինձ առաջարկեցին միանգամից 3-րդ կուրսից սկսել։ Հրաչյա Գալստյանը ջութակագործությամբ պրոֆեսիոնալ կերպով սկսել է զբաղվել Իտալիա տեղափոխվելուց ու Կրեմոնայի Անտոնիո Ստրադիվարի անվան լուտիեների հռչակավոր միջազգային դպրոցը ավարտելուց հետո։ Ձեռք բերելով բավարար փորձ, նա Կրեմոնայում բացեց սեփական ատելիեն, ստանալով դրա համար անհրաժեշտ բոլոր միջազգային արտոնագրերը։ Իր կարիերայի ընթացքում Հրաչյան ստեղծել է ավելի քան 60 գործիք, հիմնվելով իտալացի մեծ վարպետների դասական ավանդույթների վրա։ Դրանց գինը հասնում է մինչև $30,000։ Գալստյանի պատրաստած ջութակներով ու ալտերով այսօր նվագում են բազմաթիվ հայտնի երաժիշտներ։ Վարպետի աշխատանքի առանձնահատկությունը այն է, որ նա, ի տարբերություն լուտիեների մեծամասնության, հրաժարվում է նեղ մասնագիտացումից ու ջութակի ստեղծման ողջ գործընթացը իրականացնում է ինքնուրույն։
Հրաչյա Գալստյանը զբաղվում է նաև հին ու արժեքավոր լարային գործիքների վերանորոգմամբ ու սպասարկմամբ։ Նրա շնորհիվ 17-րդ դարի իտալացի հայտնի վարպետների ջութակները առ այսօր անթերի են հնչում։ Մեր հայրենակիցը ջութակագործների մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր է։ Այս ամենի հետ մեկտեղ նա շարունակում է նաև ինքը նվագել, մինչև վերջերս Գալստյանը ղեկավարում էր իր ստեղծած քառյակը, որը հյուրախաղերով հանդես էր գալիս Եվրոպայով մեկ։ Կարիերան ինչից սկսվեց, այսինքն այլ ավարտեցիք Ստրադիվարի անվան դպրոցը, ինչպես ինքնուրույն մտակ այդ աշխարհ, այդ արդյունաբերություն։ Արդյունաբերություն մի քիչ շատ պատասխանատու բառ է, շատ մեծ։ Չէ, ուղղակի ամեն մեկը իր գործն է անում, վարպետները ամեն մեկը իր արհեստանոցում ինչ որ մի բանով զբաղվում, ինչ որ մեկը մի գործիք է սարքում, մեկը 4 գործիք, 5 գործիք տարվա ընթացքում։ Բայց շատ բարդ է, այստեղ շատ կան վարպետներ, շատ բարդ էր այդ ուսանողական կյանքից աշխատանքային կյանք փոխվելը բավական բարդ էր։ Աշակերտ էիք հայտնի վարպետի մոտ սկզբից։ Ես միանգամից սովորելու վերջի տարում արդեն ես աշխատում էի վարպետի մոտ, ասիստենտ էի աշխատում, մի հատ հոլանդացի վարպետ կար, որ միջև այլ մենք ընկերներ ենք։ Իր մոտ 2 տարի պայմանագիր ունեի 2 տարի եւ հետո արդեն ես ինքս ինձ համար կկարողանայի ու ես մնացի ու սկսեցի աշխատել։ Այդպես ձևավորվեց Ատելյե Գալստյանը։ Այո, արդեն 16 տարի ես իմ գործիքներն եմ պատրաստում։ Այսօր ինչ է իրենից ներկայացնում Ատելյե Գալստյանը։ Մի հատ սենյակ շատ համեստ բոլոր վարպետները, ովքեր որ ջութակներ են պատրաստում, ովքեր որ չունեն մեծ առևտրական նկրտումներ, մենք աշխատում ենք նույն կերպ ոնց որ աշխատվել է 16-րդ դարում 1500 թվականներին, նույն գործիքներով, նույն տեխնոլոգիաներով, երևի ավելացել է էլեկտրականությունը, օգտագործում ենք լույսը, օգտագործում ենք էլեկտրական սրոցքարեր, բայց դանակները, խարտոցները, ռանդաները Դա սկզբունքը որոշում է, որ չեք օգտագործելու, թե դրա կարիքը պարզապես չկա։ Չէ, կարիքը չկա, ամեն ինչ նույնն է մնացել, ոչ մի բան չի փոխվել, 1500 թվականից ոնց որ պատրաստվել են գործիքները, ջութակները պատրաստվել են, շարունակվում մինչև այսօր աննկատ փոփոխություններով եւ զարմանալիորեն 1500 թվականից սկսել են 1700 թվականին հասել է ինչ որ բարձրագույն մակարդակի, որ իմաստ չունի այլևս։ Միթե կատարելագործելու տեղ այլևս չունի ջութակը։ Ունի, միշտ ունի, բայց ոչ արմատական։ Այլ բարոկոյի ոճից, այսինքն երբ ջութակը դուրս եկավ սալոնից, բարձրացավ բեմ, ջութակի տեսքը անգամ փոխվեց։ Իսկ այս վերջի 300 տարվա ընթացքում փոխելու բան կարիք չի։ Աննշան փոխվեց տեսքը նույնիսկ եթե հանդիսատեսը չի նկատի հերվից, դա բարոկո ժամանակաշրջանի ջութակ է, թե ժամանակակից փորձառու ունկնդիրները ձայնից կարող է զգան, որ բարոկո գործիքները այլ կերպ են հնչում, մի քիչ ավելի նուրբ ու ավելի համեստ հնչողություն ունեն, իսկ ժամանակակից գործիքները ավելի բարձր հնչողություն ունեն, նրանք փաստորեն մեխանիկական միկրոֆոններ են, որ ժամանակի միկրոֆոն չի եղել, էլեկտրականություն չի եղել, մտածել են ոնց ձայնը բարձրացնեն, որովհետև լարը ուղղակի, եթե օդի մեջ պահենք, շատ ցածր ձայն է անում։ Փայտի վրա արդեն սկսում է ձայնը բարձրանալ, բայց երբ որ հատուկ մշակված փայտերի վրա, հատուկ ձև տրված ջութակի վրա արդեն հարյուրավոր մետրեր ձայնը փոխանցվում է եւ ամբողջ դահլիճը կարող է լսվի մի ջութակի ձայնով։ Դրա չէ, այ ինչու գործարանային ջութակը չի կարող լինել լավը համեմատած վարպետի ձեռագործ գործիքի հետ։ Բավականին պարզ պատճառով, որովհետեւ գործարանային գործիքները բոլորը իրար նման անցնում են բավական պարզեցված տեխնոլոգիաներով պատրաստված ժամանակի խնայելու, առաջին նյութերը փայտի որակը խնայելու, պարզ նյութերով աշխատելու, դժվարություններից խուսափելու ճանապարհով, որպեսզի կարողանան ամսվա ընթացքում, ասենք, հարյուրավոր գործիքներ պատրաստեն։ Մինչդեռ վարպետները ամսվա ընթացքում ոչ մի գործիքներ չեն պատրաստում։ Տարվա ընթացքում քանի գործիք։ Տարվա ընթացքում 3 կամ 4 ջութակ։ Իմ իմանալով, իմ գոլեգաներին ճանաչելով ամենայն աշխատասեր ու ամենաարդյունավետ աշխատող վարպետները
5 ջութակ կարող է 6 Ողջ տարվա ընթացքում։ 4 ջութակ ամենաշատ 4 ջութակ։ Իսկ սովորաբար ինչպես է պատվերը լինում է նոր եք սկսում աշխատել, թե պատրաստում եք եւ պատվիրատուն նոր փնտրում գտնում է ձեզ։ Ես որ նոր էի սկսում աշխատել, պատրաստում էի ջութակը, պատրաստում էի, հետո մտածում էի ում պիտի վաճառեմ։ Դա մեծ խնդրեմ էր։ Ու երազում էի այդ օրը, որ ինձ կպատվիրեն, ու ես պատվիրով կպատրաստեմ ջութակները։ Եկավ հասավ ինչ որ մի օր, որ ինձ սկսեցին ճանաչել, այդ սովորաբար երբ որ մրցույթների ես մասնակցում հաջող ինչ որ արդյունքներ ես ունենում, սկսում են հետաքրքրվել քեզնով, այտենց ստացվեց իմ մոտ։ Ու ինձ սկսեցին պատվիրել գործիքներ, ու ես ունեցա պատվերներ, սկզբից 2, 3, 4 պատվեր, տարվա ընթացքում 5 պատվեր, 6 պատվեր, արդեն տարիքես 2 տարի զբաղվածություն ունենալու դեպքում հասկացա, որ իրական երջանկությունը դա չի։ Իրական երջանկությունն է, որ դու պատրաստես քեզ համար ջութակը վստահ լինելով, որ շատ մարդիկ կուզենան վերցնեն, առնեն քեզնից հենց այդ ջութակը, որ դու քեզ համար ես պատրաստել։ Բայց այդ դեպքում դժվար չի լինի բաժանվել այդ գործիքի հետ, եթե քեզ համար ես պատրաստել։ Միշտ էլ դժվար է, հիմա էլ է դժվար, այդ դեպքում էլ դժվար կլինի, երևի ավելի դժվար կլինի, չգիտեմ, բայց դե տևում է ինչ որ մի քանի, մի 10-15 օր տևում է միշտ ջութակը պատրաստելուց լարերը Կարոտում եք։ Չէ, կարոտելը չէ, չեմ կարողանում կենտրոնանամ նոր գործիքի վրա։ Ձեր ջութակներին երբևէ անուններ դրել եք։ Չէ, ջութակներին իմիջիալոց անուններ երբեք վարպետները չեն դնում, բացառությամբ եթե մրցույթներին մասնակցում ես, կան մրցույթներ, որոնք պահանջում են, որպեսզի ջութակը անուն դրվի, ուղղակի որպեսզի անոնիմ մասնակցություն ունենաս, ջութակը անուն ունենա, բայց չգիտեն ով է պատրաստել, որտեղ անունը չի կարելի, քո անունը չի կարելի նշել։ Այդ դեպքում հա, ինչ որ անուններ դրվում, հա, բայց այդ մոռացվում է։ Սովորաբար անունով ջութակները, որ հիմա կոչվում են, ինչ որ անուններ ունեն, օրինակ Stradivari ջութակն հայտնի ջութակ, որ կոչվում է Մեսիա, փրկիչ, կամ Guarneri del Gesù-ի գործիքը, որ կոչվում է Allard, դրանք տարբեր պատմություններ ունեն, ոնց է այդ անունը եկել ու մնացել ջութակին կապած։ Հրաչյա, դուք ստեղծագործում եք նույն այն քաղաքում, որտեղ 600 տարի առաջ ստեղծվեց ջութակը համացի կողմից, եւ որտեղ կատարելագործեցին այդ գործիքը Գվարներին, Ստրադիվարին եւ քաղաք, որում այսօր էլ ստեղծվում են մոլորակի լավագույն ջութակները։ Դա երևի ինչ որ պատասխանատվություն է ենթադրում։ Երևի իհարկե պատասխանատվություն կա, բայց մեծ հնարավորություն է դա։ Մեծ հնարավորություն է ունենալ այս քաղաքում աշխատելը, շատ զարմանալի մթնոլորտ է քաղաքում տիրում, դուրս գալուց 2 քայլ հետո տեսնում ես քո ընկերոջ վարպետին, գոլեգային, ցանկացած պահի կարող ես զրույցի բռնվել գոլեգաների հետ, ստեղ շատ ավելի բաց են վարպետները ու բոլորը ձգտում են մեկը մյուսից սովորել, մեկը մյուսի հետ շատ սերտ համագործակցել։ Ջութակի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 16-րդ դարի սկզբով։ Այս լարային գործիքը ստեղծվել է Իտալիայում հունական լիրայի, իսպանական ֆիդելի, արաբական ռեբաբի ու բրիտանական կրոտայի փոխակերպությունների արդյունքում, սակայն կան տեղեկություններ այն մասին, որ դեռևս դրանից առաջ Հայաստանում տարածված են եղել ջութակը հիշեցնող լարային աղեղնավոր գործիքներ։ 16-րդ դարի կեսերին հայտնի վարպետ Անդրեա Ամացին ջութակագործության արվեստը բարձրացրեց նոր մակարդակի, գործիքին տալով այն արտաքին տեսքը, որը մենք գիտենք հիմա։ Հենց նա հիմնեց Կրեմոնայի ջութակագործության դպրոցը, որը մինչ օրս լավագույնն է աշխարհում։ Ամատիի թորան աշակերտը Անտոնիո Ստրադիվարին Կրեմոնայում բացելով իր սեփական արվեստանոցը սկսեց փորձարկումներ անել։ Ստրադիվարին կատարելագործեց ջութակը, դարձնելով այն գրեթե անթերի։ Ահա այս տանն է նա ապրել ու աշխատել։ Կրեմոնայում են ստեղծագործել նաև իրեն ժամանակների լավագույն վարպետները Ջուզեպե Գվարներին, Կարլո Բերգոնցին, Ֆրանչեսկո Ռուջերին։ Մինչ օրս պահպանված նրանց ձեռքի գլուխգործոցները արժեն 10-ից մինչև 23 միլիոն դոլար։
Կրեմոնայի ջութակագործների սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկին։ Մինչ օրս լավագույն լարային գործիքները ստեղծվում են հենց Կրեմոնայում։ Այժմ այստեղ աշխատում է շուրջ 200 սերտիֆիկացված ջութակագործներ, որոնցից 3-ը հայ են։ Աշխարհի հայերը հաղորդաշարի գործընկերն է Ժարդան Դարմենի ապրանքանիշը։ Ժարդան Դարմենի Royal Brand-ին նոր ծանրակշիռ խոսք է կոնյակագործության համաշխարհային ասպարեզում։ Այն սրընթաց կերպով ճանապարհ է հարթում իր արժանի տեղը զբաղեցնելու լյուքս դասի աշխարհահռչակ խմիչքների շարքում։ 35 տարվա հնեցմամբ բրենդի բացառիկ ու նրբագեղ համային սիմֆոնիայի յուրաքանչյուր նոտայում ներառված են սերունդների ոգին ու վարպետությունը, զուգորդված արդի տեխնոլոգիական առաջընթացի լավագույն ձեռքբերումներով։ Հրաչյա, ասում են պատմական վկայություններ կան, որոնք ապացուցում են, որ Հայաստանում դեռ միջնադարում, եթե ոչ ջութակ, ապա աղեղավոր երաժշտական գործիքներ են եղել, հա, եւ ուրեմն ջութակագործությունը Հայաստանում ավանդույթ է ունեցել։ Այո, ամենաակնառու փաստը դա միացապորի արկայությունն է, հենց այսօր պատմության թանգարանում մեր 11-12-րդ դարի ապակյա աման է, որի վրա ոսկեզոծ զարդանկարված է մի երաժիշտ, որը որ ուսին դրած լարային գործիք նվագում աղեղով, ուսին դրված աղեղով գործիք երաժիշտ Այսօր այդ գործիքին ջութակ ենք անվանում։ Այո, մոտավորապես ջութակի սիլուետներով գործիքը։ Դե ուրեմն կարող ենք պնդել, որ ջութակագործությունը Հայաստանում առնվազն 900 տարվա պատմություն ունի։ Ներկա եղել։ Միանշանակ որոշեցի առիթը բաց չթողնեմ եւ այդ պատկերը օգտագործում եմ իմ լոգոն։ Ատելյե Գալստյանի լոգոն է։ Այո, իմ լոգոն, օֆիցիալ լոգոն հենց օգտագործում եմ այդ երաժշտի պատկերը, որը իմ գոգնոցի վրա է, իմ սերտիֆիկատների վրա են, իմ կնիկների վրա են, այո ամենուր աշխատում եմ բոլորին պատմել այդ փաստը, այդ զարմանալի փաստը եւ տարածել այդ ինֆորմացիան, որ դեռևս 11-րդ դարում Հայաստանում արդեն աղեղնավոր գործիքներ էին նվագում։ Դուք բազմաթիվ մրցույթների եք մասնակցել, այսինքն ձեր ջութակներն են ներկայացված եղել։ Դա ինչ է տալիս։ Մի քանի մրցույթների մասնակցել եմ եւ հենց առաջին մրցույթում անսպասելի ինձ համար լավ հաջողություն գրանցվեց, որտեղ 400-ից ավել մասնակիցների մեջ ես 3-րդ տեղը վերցեցի, ինձ համար շատ անսպասելի է, հենց ու դրանից հետո միշտ եղել եմ լավագույն տասնյակի մեջ։ Դա նշանակում է, որ ձեր ստեղծած ջութակները ավելի թանկ կարժենան դրանից հետո։ Գինը իհարկե ինչ որ մի մակարդակի հասնում է բնականաբար, բայց կան ջութակներ, որոնք որ կան վարպետներ, որոնք մրցույթների չեն մասնակցում, բայց միևնույն է թանկ գործիքներ են վաճառում։ Այ պարզաբանեք, ջութակներ կան, որոնք մոտ գրեթե 10 միլիոնի են հասնում, հա։ Ավել։ Այ դրանց հնչյունը իսկապես այդքան ավելի լավն է $50,000 ջութակից։ Ձայնը չի վաճառվում, ձայնը չի գնահատվում։ Ասենք ամենալավ հնչող գործիքը եւ ամենավատ հնչող գործիքը, եթե նույն վարպետի ոլնումա վարպետի Stradivari գործիքներ կան, որ լավ չեն հնչում։ Դե մի քանի 100 եվրոյի տարբերություն կարող է լինի, այսինքն արժեքը, դա մշակութային արժեքն է, առաջի հերթին պատմական արժեքը ամենակարևորն է դա։ 3-րդ, 4-րդ, 5-րդ դատարկ տեղեր են, մինչև 10 քանի երրորդ տեղում նոր ձայնն է գնահատվում, փողով գնահատվում է հիմնականում ով է նվագել, ում է պատկանել գործիքը, ով է պատրաստել, առաջի հերթին որտեղ է պատրաստվել։ Օրինակ շատ լավ հնչող գործիքներ կան Ֆրանսիայում, Փարիզում պատրաստված էլի 1700-1800 թվականների պատրաստած գործիքներ կան, որոնք որ կարող է իտալական գործիքներից ավելի լավ հնչողություն ունենան նույնիսկ, բայց չունեն այդ արժեքը։ Բայց ասենք 100,000 եվրոյի սահմաններում հաստատ լավ գործիքներ հնարավոր է գտնել։ Բայց այդ նույն ժամանակաշրջանում Իտալիայում պատրաստված գործիքները արժեն 100 անգամ ավել։ Դուք ոչ միայն պատրաստում եք, ստեղծում եք գործիքներ, այլ նաև վերանորոգում եք այ ձեր հիշատակած այդ ամենահին գործիքները։ Օրինակ այս ջութակը, որը վերանորոգում եք, ոնց հասկանում եմ, հա, ոնց ենթադրում եմ 5 գործիք է, հա։ Հա, ինձ մոտ լինում են եղել են նաև շատ բարձրաժեք գործիքներ։ Stradivari ես չեմ վերանորոգել, նախապես ասեմ, բայց ամենաարժեքավոր վարպետներից ինձ մոտ եղել են Giovanni Battista Guadagnini,
որ մի քանի միլիոն արժի։ Եղել է Կարլ Անտոնիո Տեստորը, ուրիշ իտալական գործիքներ, հենց նոր ինձ առաջարկեցին մի հատ ռեստավրացիա, որ Ջուզեպե Ռոկկա այդ 1800 թվականի էլի հայտնի, շատ հայտնի վարպետներից մեկն արժեքավոր գործիքներ։ Այդ շատ հետաքրքիր է։ Ես անընդհատ ձգտում եմ հրաժարվել, ձգտում եմ սահմանափակել իմ ռեստավրացիաները, որովհետև ուզում եմ պատրաստեմ իմ գործիքները, ինձ այդ հետաքրքրում իմ աշխատանքի մեջ։ Բայց երբ որ հանդիպում են յուրահատուկ Դե ոնց մերժես, այսպեսի գործիք վերանորոգելու առաջարկը։ Այս գործիքը 1700 թվականի իտալական վարպետի գործիքը, կան ավելի հին գործիքներ, ունեմ հիմա էլի ռեստավրացիայի սպասում է իր հերթին 1690-ական թվերի պատրաստած գործիք Միլանի օգտակար վերանորոգումով զբաղվելը շատ հետաքրքիր է։ Հրաչյա Կրեմոնայում մոտ 200 ջութակագործ վարպետ կա հիմա աշխատող եւ նրանցից առնվազն 3-ը հայ են, ինչքան գիտեմ։ Ընդհանրապես ջութակագործության ասպարեզում հայերը հետ կթողել են, ոնց հասկանում եմ։ Այո, ինձ թվում է դեռ կթողեն, նույնիսկ, այո։ Տարբեր երկրներում ապրող բազմաթիվ հայեր են հայտնի դարձել որպես ջութակ պատրաստող հմուտ վարպետներ։ Դրանցից մեկը Լեոնիդաս Ռաֆայելյանն է։ Նա ծնվել է Հունաստանում, ապրում է Հունգարիայում։ Իտալիայում աշակերտել է հայտնի ջութակագործ Ջոբատա Մացինիին։ Ռաֆայելյանի պատրաստած գործիքներով նվագել են Մստիսլավ Ռաստրապովիչը, Յուրի Բաշմետը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին։ Ֆիլիպ Ինջեյանը Բոստոնի Արվարձանում ունի լարային գործիքների խանութ ու արվեստանոց։ Նա ոչ միայն ջութակագործ է, այլև փորձագետ։ Նրա շնորհիվ ոստիկանությանը ժամանակին հաջողվեց հայտնաբերել Ստրադիվարի գողացված ջութակը։ Անդրանիկ Գայբարյանը ապրում ու աշխատում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում։ Իր 35-ամյա կարիերայի ընթացքում ստեղծել է գերազանց հնչողություն ունեցող ավելի քան 100 լարային գործիք։ Ռուսաստանում բնակվող Լուցիե Անդրանիկ Յագուբյանցը եղել է Չայկովսկու անվան ջութակագործների մրցույթի դափնեկիր։ Նրա ջութակներով ու ալտերով հանդես են գալիս Չինաստանի, Գերմանիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջատար երաժիշտները։ Սամվել Հայրապետյանը ծնվել է Թուրքմենստանում, ուսանել է Հայաստանում, այժմ ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում։ Բացառիկ ջութակներ պատրաստելու հետ մեկտեղ նա շարունակում է մենակատարի կարիերան, ղեկավարելով սեփական կոլեկտիվը։ Ինչպես եւ Հրաչյա Գալստյանը Կրեմոնայում է ստեղծագործում Հակոբ Ազոյանը։ Նա նույնպես Ստրադիվարի անվան ջութակագործների դպրոցի շրջանավարտ է։ Նրա հաճախորդների թվում քիչ չեն անվանի երաժիշտները։ Հակոբի հայրը նույնպես ջութակագործ է։ Այժմ Մոսկվայում ապրող Միխայիլ Ազոյանը հայտնի վարպետ Ամիրան Օգանեզովի աշակերտն է եղել։ Լարային գործիքներ պատրաստելուց բացի նա նաև մասնագիտանում է հին թանկարժեք ջութակների վերանորոգման ու սպասարկման գործում։ Նրա ձեռքով են անցել Ստրադիվարի, Ամացիի, Գվարների, Շտայների ստեղծած գործիքներից մի քանիսը։ Ֆրանսիահայ Լուցիե Մատիլդ Ավետիքյանը Կրեմոնայի ջութակագործության դպրոցը ավարտելուց հետո իր սեփական ատելյեն բացեց։ Նա պատրաստում ու վերանորոգում է ոչ միայն ջութակներ ու ալտեր, այլ նաև թավջութակներ ու կոնտրաբասներ։ Նվագում եք դուք, ես գիտեմ, կարծեմ քարյակ եք ունեցել այստեղ Կրեմոնայում։ Այո, հետաքրքիրն ինչ է, որ այդ մենք 4 նախկին երաժիշտները, որոնք որոշել էին վարպետ դառնային։ 4-ն էլ ջութակագործ վարպետներ են։ 4 վարպետներ են, 4-ը նվագում ենք մեր պատրաստած գործիքներով։ Այդ արդեն մի քիչ ավելի էկզոտ կվարտետ էր, ավելի շատ նվագել ենք, բայց հետո ծրվեց, որովհետև ամեն մեկը գնաց իր երկիրը։ Եվ ինչն է հետաքրքիր, հայկական երաժշտությունն էիք նվագում։ Հայկական երաժշտություն, Կոմիտասի քարյակի։ Թեև ազգությամբ միայն դուք էիք հայ։ Միայն ես էի հայ, բայց կարողացա համոզել բոլորին, որ իրանք սովորեցին ու վերջի համերգները շատ տարբեր քաղաքներում տարբեր համերգներ տվեցինք։ Հրաչյա, գիտեմ, նաև դասավանդում եք, workshop-եր եք անում, հա, հենց այստեղ Կրեմոնայում։ Workshop-եր, այո, անում եմ։ Երբեմն ինձ հրավիրում են դպրոց, չուզեցա մշտական դասավանդեմ։ Շաբաթը մի անգամ կարողա գնամ մի քանի ժամով կոնկրետ ինչ որ բաներ ցույց տամ, օրինակ այս վերջի անգամ ինձ խնդրեցին ուսանողներին ցույց տալ, սովորացնել ոնց են պատրաստում, ասենք, ջութակի ականջները, ջութակի տարբեր մասերը ոնց են պատրաստում, որտեղ այդ մասերը իմիջիալոց վարպետները մեծ մասը վարպետների չի պատրաստում, նրանք գնում են։ Ահա։
Այսքան նեղ մասնագիտացում կա, Դա հա։ շատ նեղ հազվագյուտ դեպքերում են, որ վարպետները պատրաստում են իրանք այդ բոլոր դետալները գործիքների եւ դրան շատ մեծ Այսինքն կա ականջագործ, կա աղեղագործ, հա։ Այո, կան մարդիկ, որոնք որ միայն ականջներ են պատրաստում։ Կան մարդիկ, Այդ իմաստով դուք ունիվերսալ եք, ողջ մարմինն եք պատրաստում։ Ես անում եմ։ Ու շատ մեծ հաճույքով կիսվում եմ։ Այ դա է ուզում հարցնել, երբ վարպետը հասնում է պրոֆեսիոնալիզմի ինչ-որ մակարդակի, սկսում է մտածել փորձը այլ նոր սերնդի ներկայացուցիչներին փոխանցելու մասին։ Աշակերտ ունեք։ Ոչ, աշակերտ չունեմ, բայց վարպետաց դասերի ժամանակ իհարկե մեծ հաճույքով եմ ես կիսում գիտելիքներս, որովհետև գիտելիքները երևի հազվագյուտ նյութն է, որ կիսելու ժամանակ ավելի է շատանում։ Ինչքան շատ ես կիսում, այնքան ավելի շատանում։ Բայց աշակերտ չունեմ, որովհետև նախ դրա կարիքը չունեմ։ Դեռ չեմ զգում։ Ըստ երևույթին կհասնի ինչ-որ մի պահանջը դրա կհասունանա, ու ես կունենամ աշակերտ, երևի։ Իսկ եթե այդ աշակերտը հայ լինի, կարծում եմ շատ ավելի լավ։ Շատ ավելի հետաքրքիր։ Մտածել եք Երևանում, երբ լինում եք, Երևանում եւս կիսվել այդ փորձը, որպեսզի ողջևորվեն հայ երիտասարդները եւ փորձեն շարունակել այն, ինչ դուք եք անում հիմա։ Շատ հետաքրքիր կլիներ, բայց մեր աշխատանքի գործի յուրահատկություններից մեկը նա է, որ մի դասով, երկու դասով, մի շաբաթով կամ 10 օրով շատ քիչ դետալներ կարելի է ցույց տալ։ Այդ 2-3 դասով հնարավոր է երիտասարդին ողջևորել եւ իր մեջ ցանկություն առաջացնել։ Ես հուսով եմ, որ մեր այս հաղորդման արդյունքում շատ մեր երիտասարդների մոտ իսկապես կառաջանա այդ ողջևորությունը եւ միգուցե փորձեն անել այն, ինչ ձեզ է հաջողվում։ Շնորհակալություն։ Հրաչյա իմ ավանդական նվերն է այս 35 տարվա հնեցման Ժարդան d'Arménie Royal Brand-ին արտադրվել է ընդամենը 50 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար։ Ձեր հաջորդ ջութակի ստեղծումը այս բրենդով նշեք։ Շատ շնորհակալություն, շատ պարտավորեցնող եւ մեծ պատիվ է ինձ։